Ուզում եմ այսօր ձեզ մի կլինիկական դեպքի մասին պատմել, որը շատ շարժել էր իմ հետաքրքրությունը, այսպես ասեմ։ Կլինիկա դիմում է պացիենտ, պայմանականորեն իրեն ուզում եմ անվանել Հարի։ Հարի 24 տարեկան է, ամուսնացած, ունի 2 երեխա։ Չգիտեմ իրան ինչներ ստիպել 24 տարեկանում արդեն ունենալ 2 երեխա, բայց դա մարդու անձնական որոշելիքն է։ Մեր երկրում արդեն գիտեք շատ քիչ ենք հանդիպում այդ երևույթին, ամուսնության տարիքը բարձրացել է, խնդիրն է շատ, բայց դրա մասին չեմ ուզում խոսել։ Հարին եկել էր գանգատով, բժիշկ ջան, իմ սեռական ցանկություն չի լինում ամիսներով։ Ընդհանուր նայում եմ Հարիին, կարծես արտասովոր բան չեմ նկատում, մարմնակառուցվածքը տղամարդու տիպին, երկրորդային սեռական հատկանիշները ձևավորված նորմալ, ոչ ավել քաշ չկա, մկանային զանգվածը նորմալ, այսինքն արդեն խոսում է, որ տեստոստերոնի քանակությունը կլինի երևույթին նորմալ, եւ այդտենց առաջին հայացքից ոչ մի արտասովոր բան։ Հարին ամեն դեպքում եկել էր ակնկալիքով անցնելու բոլոր հետազոտությունները, իմաստ չկար մերժելը։ Նա պատրաստական եկել էր, ասում էր անցնել բոլոր հետազոտությունները իր խնդրի պատճառը հասկանալու համար։ Երևի ինչպես դուք կռահում եք, ես էլ այդտենց արդեն սպասում, Հարիի բոլոր անալիզները եկան մաքուր, նա ոչ մի խնդիր չուներ, ոչ մի։ Տեստոստերոնը վերևի սահմաններ, մեջտեղ չէր, վերևի սահման։ Մի խոսքով ոչ մի հորմոնալ խնդիր չկար, իմաստ չկար այլ ուղղակների վրա ուշադրություն դարձնել, որովհետև եթե լիբիդոյի սեռական ցանկության նվազման մասն է խոսքը գնում, մեր ոնց որ գործողությունների պլանը եզրափակվում է հորմոնների մակարդակով։ Իդեպ փորձ էր արվել, Հարին ուզել էին բուժել սիլդենաֆիլ, տադալաֆիլ այդ կարգի պրեպարատներով, սակայն ոչ մի էֆեկտիվություն, ես փորձեցի Հարիին բացատրել, որ նմանատիպ պրեպարատները լավացնում են էրեկցիայի որակը, բայց դա կապ չունի ցանկության հետ, որտեղ այս մարդը չի նշում էրեկցիայի խնդիր, ասում է, երբ որ ունենում եմ ցանկություն, իմ մոտ նորմալ ձգվում է, ես չունեմ էրեկցիայի խնդիր, բայց չի լինում ցանկություն։ Անկեղծ ասած, ես մտածեցի, որ հնարավոր տարբերակ է, որ այդ ամեն ինչը ստրեսի, տագնապի, մտածմունքի, ծանրաբեռնվածության արդյունքում լինի, չնայած ինքս իմ մտածածին, եթե անկեղծ ասեմ, չի հավատում, որովհետև դա այդ տարիքը չի, ոչ էլ այդ իրավիճակն էր, որ հոգնածությունը կամ ստրեսը հետո բայց ասենք դե չի լինում էլի 24 տարեկան հոգնես կամ այնքան որ որտեղ որպես այսպես մեծ կորուստ չեր ունեցել ինչ որ մի բան չէր եղել որ ասեմ ինքը շատ ծանր ստրես էր տարել տևական ժամանակ դա բել իր մոտ սեռական ցանկության նվազմանը այնուամենայնիվ ես փորձեցի ընկալել որ խնդիրը կարող լինի նմանատիպ պատճառներով պայմաններով փորձեցի տագնապամարիչ պրեպարատներով մի փոքր իրավիճակը կարգավորել եւ մենք պետքա հանդիպեինք մեկ ամսից ինչ եղավ հետո կիմանաք հաջորդ վիդեոյում